Անանոր եւ որդվո եւ օգնի սրբո ամեն։ Անկարելի բամն է, որ գայտակղությունը չկա։ Հիսուս այսօրվա ավետարանի մեջ մեզի կզգուշացնե, որ զգուշը լանք գայտակղություն են։ Ինչ կնշանակե, որ գայտակղությունը չկա, անհնարին է ասպանը։ Կնշանակե, որ սատանան չի քներ։ Արդվանեն իրգուն 7 օրի վրա 24 ժամվա վրա պատրաստ է քրիստոնյայիմը հոգիմը եւս ավելացնելու դժողքի ցանկին։ Եվ երբեք պիտի չտրտնջանք, եթե մեր գայտակղությունները շատ են։ Քանզի սատանան մեղավորին պետք չունի, որտեղ մեղավորը սատանային գրբանի մեջն է արդեն։ Սատանան պետք ունի սրբակյաց մարդումը, որին օրինագին կհետևեն ամենը։ Եթե գայտակղության մեջ գինանք, կնշանակե, որ Աստծու կողմեն սիրված ենք եւ սատանայի կողմեն ադված։ Պիտի հբար դլանք ասորով։ Քանզի գայտակղությունը գալով մեզի փորձության մեջ կտնե։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսը տերունական աղոթքը սորվեցնելու ժամանակ մեզի ասավ, խնդրեք եւ մենք ամեն անգամ հայր մեր ասելուն կխնդրենք եւ մի տանիրս մեզի փորձություն։ Ազատ է մեզի սատանայի գայտակղություններեն։ Հերու բայր մեզի մեղքեն։ Գայտակղության մեջ ինալը չի նշանակել մեղանչել, բայց Հիսուս մեզի կզգուշացնե ավելին, ասելով վայ անոր, որ իրեն գայտակղությունը եւ մեղանչիլը մյուսներունալ պատճառը լա գայտակղության։ Գիտեք, բարձ օրինակը չար մեկը հարբեցող մեկը եթե վադարարկ մնե, հավատացեք համայրա ոչ մեկը ուշադրություն կդարձնե, որտեղ սորված են մարդ ասանք կաբրի։ Բայց եթե սրբակյաց բարեհամբույր մեկը վադարարկ մը գործե, ամեն մարդ առաջի հերթին մադը կտնգե, ասմարտուն ցույց տալուն եւ ցավոք սրդի շատ հաճախ կհետևեն։ Այսօր համար զգուշ լանք Հիսուս կսե զգուշ եղեք ձեզմե, որ հանգարց աս փոքրիկներուն գայտակղության պատճառ չդառնաք։ Փոքրիկ ասելով շատ լավ գիտենք, որ ամմեղ մարդկանց մասին է խոսքը, միայն երեխայի մասին չէ խոսքը։ Բայց չի նշանակել, որ եթե գայտակղության մեջ ինանք եւ մեղքի մեջ ինանք, այլևս Աստված մեզ կհեռենա եւ մեզ հերու կմնա եւ մեզի կմոռնա։ Ասանք չէ, որտեղ Հիսուսը կավեցնե ավետարանի մեջ շատ աղվոր խոսքեր մը, եթե եղբայրդ մեղանչե քո դիմացը եւ կա եւ աբաշխարե, անոր առաջի հերթին հանդիմանե վերջը ները անոր։ Ինչու հանդիմանել, որովհետև շատ լավ գիտենք, որ Աստված էլ մեզի կհանդիմանե։ Ճիշտ ճամփան տնելու համար, ինչպես որ ծնողը, երբ որ բեբեկը սխալ բամը կնե, անոր առաջի հերթին կհանդիմանե, բացադրե որ ըրածը սխալ է եւ ճիշտ ճամփայի վրա յետ կտնե։ Նույն ձևի Աստված։ Եթե մենք բարդավոր ենք մեր եղբայրներին օրը 7 անգամ ներելու, պատկերացրեք մեր Տեր Աստվածը, որ մեզի համար իր զավակը խաչ անեց, ինչքան կսիրե մեզի եւ ինչքան պիտի ները մեզի։ Այսինքն կնշանակե ամեն անգամ, երբ որ ծունգի գուկանք եւ կխնդրենք ներողությունը, Տիրոջ մե ասի պիտի ունենք հավատքով եւ վերադառնալով տերունական աղոթքին կսենք ները մեր մեղքերը, ինչպես որ մենք կներենք մեր բարդավորներուն։ Իրականության մեջ անկեղծ կսեմ երեք մտածեի այսօր մասին շատ վտանգավոր խոսքեր են, հա։ Տիրոջը կխնդրենք մեր մեղքերը ներել, ինչպես որ մենք մեր բարդականներուն կներենք։ Եթե մենք չներենք, մեզի մի չներվի հա մեր մեղքերը։ Այսինքն մենք խոսք կտանք Տիրոջը ներելու բոլոր անոնց, որոնք մեզի բարդավոր են, որ մեր մեղքերն են ներվի։ Եվ ասիգա անելով պիտի ունենք մեծ հավատքով, որովհետև առանց հավատքի ոչ մեկ բան հնարավոր է։ Հիսուս շատ աղվոր կսե, եթե մանանեխի հադիգի մճապ, գիտեք իշքան փոքր է մանանեխի հադիգը, չնչին բամն է, հա, այսօր չապին, եթե հավատք ունենաք եւ ծունգի կաք եւ Տիրոջը խնդրեք, ինչ խնդրեկն է, պիտի ստանաք։ Միայն ասիգա պիտի ունեք հավատքով։ Վստահ ըլլալով, որ Աստված մեզի գլսե
եւ մեզի պիտի ներե եւ մեզի պիտի օգնության հասնի։ Բայց չլան է, ասեք ես եղբորս ներած եմ, դու ինձի պարտավոր ես ներելու։ Եվ ասմասն էլ ավետարանի մեջ Հիսուս կավելցնե, երբ որ կսե հարուստ մարդը որ ծառամ ունի, ծառային հրաման կուտա եւ ծառան կնե, ասի միակ տեղը չէ։ Հիսուս մեզի նաեւ պատմած է, երբ որ հրամանատարը հրամանը կուտա զինվորները առանց բառսելու կնեն։ Մենք էլ պիտի լանք ասանք, անենք ինչ որ պարտավոր ենք որպես քրիստոնյա, որովհետեւ հավատ ունենալը չի նշանակել միայն ասել այո ես կհավատամ, ոչ։ Մեր արարքներով, մեր գործերով, մեր առօրյա կյանքով անպայման պետք է ցույց տանք, որ մենք քրիստոնյա ենք եւ Աստծո ճշմարիտ ճամփով կգալենք։ Եվ անարժան ծառաներն ենք, Աստված մեզի ոչ մեկ բան պարտական է։ Անենք ինչ որ մենք պարտական ենք եւ Աստված մեզի 100-ապատիկը պիտի տա։ Կուզեի որ այսօր ամբողջ եկեղեցով բոլոր հավատացյալներով, քույրերով, եղբայրներով միասին աղոթենք, որ Տեր Աստվածը մեր մեջ, ինչպես որ իր առաքյալները խնդրեցին, ավելցնե հադիգը, ասմանանեխին հադիգը, հավատքը, որ վստահությամբ քայլենք Աստծո ճիշտ ճանապարհով եւ հասնենք Աստծո փրկությանը։ Ամեն։